Ողջույն բոլորին, ես ու Դավոն որոշեցինք սկսել մեր վլոգը։ Երեքանից Դավս հիվանդ է, բավականին ծանր գիշեր ենք ունեցել, ինչ-որ վիրուսը, որը ենթադրաբար Արտաշեսից է վերցրել փորլուծություն, շատ բարձր ջերմություն, թուլություն, մենակ նայ դուրս չկա սարերս։ Հիմա Դավս, քանի որ մի քիչ իրան ավելի լավ ասվում, քան գիշերը, մենք որոշեցինք նկարչություն անել, նկարչաթերապիա անենք Դավին։ Փորիկը ցավում է, լավ չես զգում քեզ, բայց ես հիմա ջուրիկ տամ, հլա։ Վեգաններ չկրտը։ Հա, կներկենք, բայց ես չեմ ուզում դու թուլանաս, երևի շատ էմոցիա էքսպրեսիա տվեց, որտեղ պատուհանից դուրս էինք նայում, մի քիչ Արտաշեսի հետ մեքենաներն էին հաշվում, այս կողմ, այն կողմ, հետո մի քիչ իրար հետ խաղացինք, երեք խաղալիք էր աղեղորեն։ Ոմեք վեցած նկար, պլանուսած։ Ինչ անենք։ Խաղալում ենք վեցած։ Հա, մենակ դու լավ եղի։ Բայց լավ եմ նկարում։ Դու շատ լավ ես նկար, Պասխայի թեմայով, Զատկի թեմայով, սիրուն նկար ենք նկարում, որ կպցնենք խոհ։ Այդ զատիկը։ Մի քանի օրից Զատիկա, դա, բայց ստեղ լավ դուրս ես եկել, պետք է մտածենք ոնց ենք ուղղելու դա։ Հասկացա, այդ սևիկանեք։ Ոնց եմ սիրուն չի մի, լավ։ Եվ հետո այդ կապուտից ուզեղ կանեք ու կանցնի։ Լավ։ Ես անցա։ Ես անցա հետ։ Ոչինչ, այդ վերջում կշտկեմ, դու տեղին է ներքին։ Կանաչով փիսիկներից ենք նկարել են։ Ակակ հետո փիսիկ նկարեք, կոտ։ Իսկական փիսիկ։ Հա։ Այստեղ ինչ աժոտաժ, ինչ ձայներ որ լսեք, դա խորենն է, ինչ տղաների հետ խաղում է դուրակ, իրար միս են ուտում, հետո սիրում են իրար, հետո խոսքով։ Հիմա ինչի եմ ես սկսել վլոգը, վերջերս նոր ձեռքբերում ունեմ մազերիս հետ կապված, միքսիթից, երբեք չեմ օգտագործել, եթե անկեղծ լինեմ, չեն թողում խոսեմ, լավ, փորձեմ կենտրոնանալ, երբևէ չեմ օգտագործել մազերի համար ինչ-որ տերմոզաշիտաներ, բայց ես տեսա կոլագեն օյլ յուղա մազերի և նաև բանա, ինչպես փափկություն տուդիկ, մուդիկ, սուդիկ, ենպես են տերմոպաշտպան։ Չեն թողում խոսեմ, ես չեմ։ Հիմա, վաղը չորեքշաբթի է, դասի եմ։ Yes? Մի քանի օր շատ դժվար օրեր ունեցանք, Դավս էր հիվանդացել, երեխան շատ անդուր վիրուս էր ընկել, փորլուծությամբ, հետ տալով, ուժեղ փորացավով, ջերմությամբ, անքում գիշեր միշեր, ասելա մի քանի կաթիլ։ Շատ բարդ էր, էմոցիոնալ էր, ֆիզիկապես էր։ 2, 3, 4 ինքնավ, ես քիչ բան չեմ կարող անեմ, մի քանի կաթիլ ձեռքին, ասեց այսպես եք անում և սկսում եք մազերին այսպես սկսել, ուշադրություն դարձնելով, սա, երեխեք, ես վլոգ եմ վարում, պապան էլ հիվանդ է, խնդրում խրտում ջղայնացրեք։ Այսօր մի աղջիկ էր եկել, բանկի հետ կապված հարցում էր իրականացնում, խորենը ուզում էր սենց ամոթից դրդված համաձայնել մի 15 րոպե անց, բայց ես ինչ համտեցի, ասեցի դու դեռից վատառողջ ես, հիմա այդ էներգիան չունես, ներողություն խնդրեցի այդ աղջկանից, ասեցի չենք կարող։ Всё երեխեք, ույրը շատ լավն է, հիմա գնամ ու զբաղվեմ այս։ Պատկերացեք, իսկ որ մի քանի կաթիլը ոչ մի բան չի ասելու, բայց լավ էլ սենց տարածվեց։ Всё, հեչ որ օգտագործեմ կարծիքս, կասեմ։ Նազիկները ինչպես միշտ պետք է թափվեն, առանց դրա ոչ միտեղ։ Երեխեք ինչ բարդ էտապ է սկսել մոտս։ Համալսարանում, որպեսզի հասկանաք, միջանկյալներ, հետազոտություններ, էսսեներ, սեմինարներ, պրակտիկա ամսի 6-ից, սաղ լցվել է գլխից, ռեֆերատա խառը, տնային խառը, գժվել կարելի է, դրանով է նաև պայմանավորված իմ պասիվությունը, որովհետև ամբողջ կենցաղս էդ է զբաղացնում, ինչ նկարեմ ինքս է չգիտեմ, բայց կփորձենք գոնե
վլոգների ինչ-որ պորցիա ձեզ համար ապահովել գանձերս։ Всё, գնանք ֆերեմ, քանի շատ ուժ ժամ չի, լողանալը ձգվեց, որովհետև մարզվում է, մարզվեցի, նշացրեցի արդեն իսկ 8-ից, քանիսն է? Հա, 9-ը, երեխեք ջան, մի ժամից կպարկեք, մի քիչ խաղացեք, հա, մի ժամ ունեք դեռ։ Երեխեք, այստեղ մի հատ սուպ եմ սարքել, ասեցի ձեզ է ցույց տամ, իմ սիրած թանձր սուպիկներից, հա, տավարի մսի բուլյոնով եմ սարքել, միսը առանձին էփել եմ, հետո բուլյոնն ու միսը ավելացրել եմ, ուզեցի մի տեսակ սենց տնականոտ մի բան, մեծ կաստրյուլ կարև սարքեցի, ինքը բավական շատ է ստացվում, բայց կադրում թվում է շատ քիչ, հա, չէ ուղղակի կաստրյուլ կա սա էլի մեծ, մի խոսքով, այսպիսի համով տեսք։ Վաղը մենք ունենանք տնական ճաշիկ, Արտաշես ձայներ մի հանի, դավը քնածա, ատամներն է լվանում, ձայները հանում, տարատեսակ։ Շատ վատ եղանակ է, շատ անձրևակցում, ինչը իհարկե տհաճ է, որովհետև այսօր ես ոտքով պիտի գնամ տուն ու մտնեմ ճանապարհին յուքում, հետևաբար իմ պլանները մի տեսակ խառնվում են, չեմ էլ կարծում, որ կբացվի ընթացքում, զոնտիկ էլ չեմ վերցրել, մի խոսքով առավոտյան նկարելու բան ունեի, մի փոքրիկ հոլովակ նկարեցի, դրա համար տնից չկարողացա միանամ ձեզ, մի անգամից այս հատվածից արդեն ձեզ հարազատ դարձած երեխեք ջան, այսօր թեզիս ղեկավարի հետ էլի պիտի հանդիպեմ, տպել եմ հետը ստանում եմ իմ արած աշխատանքը, որ միասին ստուգենք, շատ եմ վախենում, որ սխալներս շատ չլինեն, ու ստիպված չլինեմ նորից դնել այդքան օրերի աշխատանքը անել։ Մենք եկել ենք այստեղ սուրճ խմելու, դες կակաո եմ վերցնում, ոչ թե սուրճ, եղանակը ահա որ տատանվում է, մեկ անձրև է գալիս, 2 րոպե հետո մի անգամից գալիս է ինչ-որ արև, ու չես հասկանում ինչու է ինչ չի, բայց այնուամենայնիվ եկեք սենց մտածվեմ, որ ավելի լավ լինի կադրի որակը, այնուամենայնիվ այս պահին արևը վայելենք այս րոպեական հաճույքը, հետո թե ինչ կլինի արդեն ցույց կտա հետոն։ Մասանից դուրս եկա, թեզիս ղեկավարին տեսա, աշխատանքս ցույց տվեցի, անգամ կոմպլիմենտներ ստացա, ասեց երկրորդ կուրսում անգամ լիքը մարդ կա, որ այսքանը չի արել էլի։ Մի երկու փոքրիկ ուղղորդում ստացա ու արդեն կհանդիպենք, երբ որ պրակտիկայից կվերադառնամ։ Այդ ծառերը ծաղկել են, հիմա գնում եմ յուքոմ գործով մի հատ ու վազեմ տուն։ Կխացավից մեռնում եմ եւ իհաց չեմ կերել դրանից։ Ես անցավ ստրիչի մոստը, փորձում եմ մի քիչ արագ գնամ, որովհետև այսօր խորենը դժկի պետք է գնա։ Դինետ հասնեմ, որ ինքը իր դուրս գալու ժամը չանցնեմ, այսպես ասած։ Ես գխացավա մոտս, տոլի եղանակն է, տոլի սովատությունն է, տոլի ուսումնական այդ ծանրաբեռնվածությունը, не знаю, մազերս գզգզվեց, որտև անձրևակցում, բայց ոչինչ։ Երեխեք ջան, մեզ մոտ ժամը 12-ն է գալիս, թե անցա ոնց որ։ Երեխեքը քնած են, երեխեքը վաղուց քնել են, խորենի դասերը ավարտվել է, ես իրականում պետք է բաներ սովորեմ, բայց այսօր քանի որ ինձ մոտ դասի օր է եղել, արդեն հոգնած եմ, երևի որ պարկեմ քնելու այդ ժամանակ ինչ-որ բան կկարդամ, բայց հիմա ասես նստելու հավես չունեմ։ Դրեցինք, որ կինո նայենք, չմտանք մի տեսակ, անջատեցինք։ Բայց DJ-ություն եմ անում, հա, երկեր ենք տարբեր երկեր։ Բայց հիմա որ դնես YouTube-ը չի թողում։ Չէ, ես հիմա չեմ դնում, անջան, ես փնտրում ես։ Ես ինձ ասում դու։ Այսքան տարվա ամուսինդ եմ։ Ներեցեք։ Ես եմ չգիտեմ, որ YouTube-ը մարդ ես կարող է ռելաքսի ազդեցության տակ։ Դաշնա ռելաքսի մեջ չեմ։ Չգիտեմ աննային ինչքան վատ դուր գալիս, но վերջի դրած երգը շատ լավն է։ Չէ, ինչ դրել ես, սիրով լսեցի, հա։ Հոֆման քույրերին է։ Այդ որ երգներ։ Գերմանական։ Երգը հիշացրու։ Երգով չես հիշի։ Նոր լսեցինք իրանց։ Մի 3 երգ առաջ երևի։ Ամեն դեպքում ինչ լսել եմ հաճելի էր, ուրեմն դա էլ է հաճելի եղել։ Դե վականջը չի ծաղկել։ Չէ, ուղղակի միշտ այդ բաներն են, որ միշտ ասում են Չէ ֆրանսիական, ասենք, իսպանական, հա այդ ասենք ռետրո երգեր, միշտ ասում են գերմանացիները չունեն երաժշտությունը, տենց ես ասում ունեն, դուք չգիտեք, ու հենց նոր ես դրել էի գերմանական երաժշտությունը։
Բայց լավն է գերմանական Ինչ է։ Դե պոստը այդ սովետական միությունից է գալի, որ այն վաղ որ տենց վերաբերմունք էր Գերմանիայի հանդեպ, շատ պոպուլյարներ իտալական երաժշտությունը եւ ֆրանսիական երաժշտությունը, դրա համար տենց է մարդկանց մոտ եկել է, եւ դրա համար իրանք միշտ ասում են իտալերենը սիրուն լեզու է, այսինչ։ Այո, տենց իրանց մոտ տպավորվել է եւ գերմաներենը ասոցացվում է որոշակի ճառերի հետ, դրա համար գերմաներենին տենց են վերաբերում շատերը։ Մի խոսքով հիմա ես DJ-ություն եմ, մի հատ երգ եմ էլի ընտրել, անհեսա կլսենք։ Ավա երաժշտություն լսելը։ Իրականում հա, մեկ զգում ենք ինչքան քիչ ենք լսում, բայց ցենց որ նստում ենք գիշերները մեկ-մեկ։ Հոգևոր սնունդ է։ Կարոջի, մենք գնանք մեր սնունդը շարունակենք Հա, ստանում։ սնվենք։ Օրենը իհարկե նոր սնվեց ռեալ կերպով։ Ես քանի որ 6-ից հետո չեմ ուտում, ես հեսա փորձեմ։ Խորենը միսագեր է եւ հիմա մտածում եմ արդյոք ես ժպտացել եմ կադրում, ինչ որ բաներ։ Մենք կներենք քո ատամի միսը։ Ամաչացից։ Դե հիմա։ Բայց ավելի լավ է ռեալ ասեմ, հետո կա սմայլի դնես այդ։ Սիգնալիզացիան։ Ուրեմն Չկասես բան։ Ոմա բաներ, ուրեմն հենց Աննան անջատեց, լույսը գնաց։ Ասեցի անմիացու, խոխմա կադր կլինի, որ հենց անջատեցի, լույսը գնաց։ Տիպը երաժշտություն ենք էլի լսում։ Հենց ուզես միացնել, լույսը նորից Չէ, անես տպացու, որ իմ կնոպկա ստեղմել ընդհանուր տան լույսերը անջատեց, իմ կնոպկա։ Կավարում ալ չի, դեք շենքի սաղ լույսերը իրա հեռախոսով։ Լույսի մարդն է։ Ավայ հլպտիմյանն է ինտերնետը։ Նոր օր, նոր անելիքներ, սիրելիներս։ Այո, ռեֆերատներս պատրաստ են, տպված են, արված են, չարչարված են, բայց դա մենակ գործի կեսն է, որովհետև բալես հիմա դու պիտի գնաս մաման անցնում է դասերի, որովհետև մյուս կեսը, ավելի բարդ կեսը, այս բոլորի պարունակությունը, որտեղ ամեն մեկի մեջ մոտավոր 20 էջ է եւ ավել, սովորելն է, ու բացի այս սովորելը, նաև կա լրացուցիչ նյութեր, որ պիտի սովորես, որ պատասխանի պարագայում կարողանաս հստակ պատասխանները տալ, այսպես ասած։ Եվ իհարկե նաև ռուսերենի քննությունը, որը իրանից ներկայացնում է տեքստեր, ու այդ տեքստերը արդեն տպված չեն, դրանք առանձին ինձ մոտ կան ֆայլերով, ես պիտի դրանք եւս սովորեմ։ Ու նաև ունեմ առաջադրանք ռեֆերատներից մեկին կից, պետքա կատարվի։ Էй, կոմպս Դավիթ։ Երեխեք, հա, տեքստը սկիսատ մնաց, դաղը եկավ, ինձ ջղայնացրեց, երկու ծնկով չոքել էր կոմպիս վրա։ Հուսամ էկրանը չի վնասել։ Մի խոսքով, այստեղ էլ ունեմ նյութեր, որոնք պետք է սովորեմ ռեֆերատներից մեկի համար, ու ինչպես ասեցի, մի հատ տեխնիկա կա, կոչվում է երկու աթոռի տեխնիկա, գեշտալտի մեջ է ինքը, այդ տեխնիկայով 3 աշխատանք պետք է կատարվի, կուրսեցուս հետ կանենք դա, զույգային աշխատանք է, ես իր նկարները ունեմ, ինքը իմ նկարները, եւ այդպես պետք է մեկս մյուսին, այսպես ասած, այդ թերապիան անենք, տեխնիկան, ասենց ասեմ։ Մի խոսքով, ամանները զագրուզիտ եմ արել, իրանք լվացվում են, բաղնիկ զուքարանը մաքրեցի, պիլեսոս պիտի այսօր անեմ, բայց այն որ նենց հավես ունեմ, չգիտեմ ես անեմ, են անեմ։ Շնորհակալություն, մեկը մյուսին դիտողություններ անում, հեռախոսով նայել չնայելու հետ։ Հենց նստում եմ, խոսեմ, ջուր, ուտելիք, կարիքներ, կռիվներ, որպեսզի մաման հանկարծ չկարողանա նստել եւ երկու բերան զրուցել։ Հիմա ջուրը տամ գամ։ Հիմա նախ ուզում եմ հասկանամ, որն է այստեղից ամենա իմ համար դժվարը, որպեսզի ես դրանից սկսեմ։ Ես երկու բան ունեմ առաջնային, որից կարելի է սկսել։ Մեկը այդ կլինիկական հոգեբանություն առարկայից հոգեթերապիա, հոգեբանական կարգավորում, հոգեբանական խորհրդատվությունն է եւ մյուսը մանկական նևրոզները։ Ոայ մամա ջան, սխալ տեսա։ Առաջի էջի վրա սխալ։ Չեն դագել էջերը։ Ինչի չեն դագել էջերը։ Այստեղ սխալ գտա առաջի էջի վրա։ Ուրեմն այս առաջի ծիտունի լիստը
copy եմ անում, հերթով տեղափոխում եմ նոր ֆայլ։ Ու ֆայլը տեղափոխելուց դե բարձ է, դասախոսի անունն եմ փոխում եւ առարկայի անունը ու թեմայի անունը։ Այստեղ միտեղ չեմ փոխել։ Լավ է նկատեցի, գիտեք, այս պետքա խորենին տամ նորից տպի դնենք, չմոռանամ, վայ ոնց չեմ սիրում, լսի, լավա իմ բախտից չեն դակել, այս կանենք նոր կդակենք, բայց դակել է ինչի չեն դակել, որ սրանք սաղ կխնդրեմ խորենը տանի համեր թող մի հատ ջղայնացա, փոքրիկ բան է, բայց ինչ ջղայնացնում են նման անկապ պահերը էլի, տես լավա ու շատիր եղա, պատկի ասում եք իչ տահաճ բան կրնի, տանում ես առարկայի դասախոսին ես տալիս, կարող է չնկատի, բայց ինչքան տգեղ կրնի, որ նկատի, օրինակ դու հետո ստիպված կնես բացատրել, որ առաջից դույնի լիստ ես ուղղակի կոպի եմ անում, հետո այնտեղ փոփոխություններ եմ անում, ուղղակի մոռացել եմ անել, որպեսզի դա չլինի, ես հիմա մի հատ նորից սաղ ստուգեմ ու այդ բոլոր բացերը պետքա լրացնել։ Երեխեքի կան ննջասենյակում կարդամ, որովհետև այնտեղ երեխեք չեն թողում, թեմաս մանկական նևրոզներն են, մանկական հոգեբանությանը վերաբերող առաջին թեմաս ասա, ճիշտը որ ասեմ, ուղղակի դիտման պես թեման ընտրեցի, մտածեցի, որ մի քիչ կարելի է նաև սրա մեջ խորանալ, մի փոքր այդ մասով, հա, ինֆորմացված լինել, տեղեկացված լինել, նորը սովորելը միշտ լավ է, էլի։ Այդպես, այստեղ նևրոզների տեսակներն են, աստենիկ նևրոզ, նևրաստինիա, հիստերիկ նևրոզ, երեխաների մոտ պատահող, գրեթե բոլոր մեծերի մոտ պատահող նևրոզի տեսակները կան նաև երեխաների մոտ, ոնց ես հասկանում եմ, այս հարկադրական վիճակների նևրոզը, այդ օբսեսիվնը-կամպուլսիվ расстройствան են, OKR, որ ասում են, դա է։ Մի խոսքով երեխեք, խորեն է խանութ հա գնացել, ես տները կարգի բերեցի մասամբ, հա, բայց փոշեկուլ ուզեցի մի հատ էս կարդամ, նոր գնամ անեմ, դեռ տեղերս էլ չեմ հավաքել։ Այստեղ փոքրիկ առևտուր է, ասեցի ձեզ ցույց տամ, մեր այս տակի խանութում ինչ-ինչ պատճառներով նոր ապրանք չեն ստանում ու գրեթե ոչինչ չկա, շատ դժվար է ինչ-որ բան գտնել, բայց ինչև է, ինչ-որ կա դրանից մի երկու բան գնել ենք։ Այստեղ խորենը բուբլիկա վերցել իր համար, դե իհարկե լավաշներ, սա իմ սուրճի համար է, սա երեխաների համար է, սա իմ վաղվա սուրճի համար է։ Այստեղ տեսնում ենք թթվասեր, տեսնում ենք պանիր, երեխաներին հյութ եմ ասել բերի իրենց իսկ խնդրանքով խնձոր, քյուրթա պետք է սարքեմ սպասի ես քյուրթայով եմ սարքում շատ համով է ստացվում, այստեղ բանան, ապերսին, Եվ ճիշտը որ ասեմ, ինձ ու խորենին վերցել ենք շարումա երեխաներին քաբաբ, որովհետև մինչև ես սպասը սարքեմ, մենք սոված կմնանք։ Այո, ռեֆերատների էտապում բավականին պետքա ճկուն լինել այս հարցերում, ոնց կարող ես սենց պետքա տակից դուրս գաս, ինչ արած։ Մի խոսքով, մենք հիմա կճաշենք, ես փոշեկուլը վերցնեմ, անցնեմ գործի, որովհետև հեսա խորենի աշակերտուհին է գալու, գոնե մինչև իրա գալը ես պետքա անեմ այդ տհաճ գործը։ Իրեսոս արված է, սրբված է, դասերից մեծ մասը արված է, մեծ մասը այսօրվա պլաններից։ Այստեղ խաշատ զավար է, մի քիչ ալյուր է, թթվասեր, մածուն եւ իձու խառնում ենք, ջուրը եռա, դնեմ վրա, առանձին քյուրթան ես միշտ էփում եմ, հետո արդեն գցում եմ մեջը։ Այս անգամ գնդիկները մի քիչ մեծ եմ արել, ես իրան ավելի փոքր կտորների կբաժանեմ, նոր կգցեմ ճաշի մեջ, այդպես ավելի կլինի մեզ հարմար։ Սպասը պատրաստ է, սոխառածը արել եմ, ճիշտ է կափարիչը փակվել էր ու մի քիչ թափվել է, կողքերը կաստրյուլկայից ապականվել է, բայց այդ փոխող չկա կաստրյուլկան, ոչինչ։ Այսպես էլ կմնա, ուղղակի ֆանտաստիկ բույր է տարածվել խոհանոցում։ Ենք անում հիմա Սակում եք բիսկվի թողի Արդեն գետը ժամը 10-ն է գալիս, այդտեղը մենակ չեմ կարող թողնել։ Տեսա բիսկվիթ եմ ծարքում, հողնոցը առավ եկամ։ Կարես, ա՞, քեզ։ Ո՞վ է քեզ նվիրել այս հողնոցը։ Մանու։ Վանիշակը, հա։ Բան շաքարավարտիչն ենք,
այնքան հոգնած եմ, բայց ուզեցի մի հատ խորիկիս համար տնական բիսկվիտ։ Բասի մաման աչկա չափով մի հատ հասկանա։ Մի րոպե, Դավ, ես չեմ տեսնում, չմեացնես։ Ես չեմ տեսնում ինչքան եմ լցում, այ տղա, չի թողում ոչինչ ա։ Պարզվեց մեր սոդան պրծել ա, բայց մենք ունենք զապաս սոդա։ Այն որ սոդան են բաներից ա, որ դարը մեկա չէ պրծում։ Հիմա ինչ ենք անում տղես։ Սենց մեծ մածուն ունեի, դե կեսը սպաս սարքեցի, կեսն էլ շտոպ բնի պրապալ։ Դու որտեղ սպաս եմ սարքել։ Հիմա մենք ունենք Դավ, բերանիք մի դիր, մենք դրանով պետքա Բախտդ բեց, որ միայն մեր ընտանիքի համար ենք սարքում։ Լավ, իջի մի հատ մեծ գթար ինձ տուր, բայց արդեն չենք գրասնում, ներքևում մարդ կա, ճիշտ ա դեռ 10 չկա, բայց ինչև է, մեծ փոքրն էլ ա պետք։ Հանի։ Հիմա փոքր գթալով, մի գթալ վերցրու, լցրու ստեղ, որ ինչ թափես մաման տանջվեն, մի քիչ էլ։ Չէ, շատ ա։ Քիչ ա։ Շատ ա։ Ապրես, հիմա դի մեջ է պուջուրի գթալը, պուջուրը, չէ, ստեղ, դիստեղ, ես սենց, հիմա, Ամեծ գթալ, դնամ, բայց թափելու ես, գուցե ես անեմ, ոտակ, հա, այստեղ, ակուրատնը լավ, մաման օգնի, որտև սա որ թափվեց, տակ, հետո կխարնես, հա, դու կխարնես, գիտես ինչ արնելու, որ խարնես, կտանի, էսպես, չես իշում, ինչ ալինում, բակնի, չես իշում, որ պրպրում բարձանում ասոդան, Հիշեցի։ Հա, բայց չասեմ, ես գիտեմ, բայց չասեմ, հա, գիտես, բայց չես ասել, թող, համար է պրծար, մի հատ էլ քեզ ուտելու մածուն մնաց, ինք սիում ա մեկ ուտել, հիմա ինչ ենք անում, խանոք, դու կարաս խարնես, հեսա բարձանելու ա, բայց հա, հələ մի լիծ, հիմա մեջը խարնի, մեջը, մի դատարկի, չէ, նենց խարնի սաղ թապվեց, բարդ, մի րոպե, տակնապես, սոդան պետք, այսենք, արմատապես, Ռացես, սպասի, բայց սա ստեղ կեղտոտ պես, հիմա պետք չի, մի րոպե գալիս եմ, չմիացնես առանց ինձ, ապատում հավես է, ես պրպրում ա, չէ, հավես է, որ պրպրում ա, այ հիմա սկսում ենք, ինչ կամիս, ձեթը արդեն լծրել ենք, Դավ, ես չեմ կարող լրիվ թողում, լավ ես դու ես սես թեքում պահում եմ, Եք ինչ դերքեր ես ընդունում, Ես էլ պտատում ա բախում, պրոֆեսիոնալ, դու շեֆ-օվր ես դառնալու դա, Ատաշե ջան, գիշեր ա կամա տարևս լեգոներով ափամ տալում եք ձայները հանում, հիմա, դա արտաշ ես, գիշերը, իրականում այլուրս քիչ հա, ինչ ունենք, էտ էլ կլծնենք միջև, խորելը ուզում էր են անգամ մեծ բերեր, ասեցի խոր էտ մեծ այնքան անհարմար ա պահել, մի րոպե, կամիս, անով, Կարաս, բայց մի հատ, կամա, այս ես թեթև արա, ինքը կթա, ես գիտեմ քո թողը, լավ ես գիտեմ ես գիտեմ, Կացրեք կհերիքի, դավ մի րոպե էլի բան, չի թողում ոչինչ անեմ, այդտեղ ասաղ կողք, Մամ, почему так бойся сахара? Это не сахар, это мука, давай, Боюсь. аля, Есть это. Թող բան ալվի, խոշին բան, О, համես հա, իրոք է բան, այդ հոք, չիչակունով, մենք արդեն նախապես տակացել են ջրոցը, только если один приюкает. վաու, ինչ տրուկ ա, Получились тесто. միացեք մեր խոհարարական
Հիմա ինչ ենք անում։ Հիմա լաչնում եք մեծ բակլուսկի բան, հետո դնում եք պեչկի վրա, հետո պաշում եք, հետո ուտում եք։ И не поспоришь.